Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Պարոն վարչապետ, ձեր կարծիքով ինչու է Ռուսաստանի Դաշնության նախագահը խնդրում թույլ տալ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մասնակցեն այստեղ խորհրդարանական ընտրություններին, եւ արդյոք նա տեղյակ չէր, որ այդ մարդիկ չեն կարող լինել ոչ падգամավորի թեկնածու, ոչ վարչապետի թեկնածու, եւ ինչ ցույց տվեց Վլադիմիր Պուտինի այս առաջարկը։ Գիտեք, ես կարծում եմ Ռուսաստանի նախագահը առավել եւս հաշվի առնելով երկրի մասշտաբները եւ այն օրակարգը, որի հետ ամեն օր առնչվում է Ռուսաստանի նախագահը, ինքը ուզենալ չի կարող այդ մանրամասների մեջ մտնել։ Եվ բնականաբար, գիտեք, շատ դեպքերում ես էլ տեղեկություններ, որ փոխանցում եմ, ոչ թե իմ անձնական հետազոտության արդյունքում ձեռք բերած տեղեկությունն եմ փոխանցում, այլ ինձ զեկուցված տեղեկություն։ Եվ կարծում եմ, որ այդ նյուանսի մասին առնվազն իրեն տեղյակ չեն պահել այդքան բան։ Այսինքն այստեղ Ռուսաստանի Դաշնության, դուք պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնության նախագահի օրակարգը, որևէ նախագահի օրակարգ, բայց Ռուսաստանի մասշտաբները մի հատ տեսեք։ Էլ չեմ ասում, ով պատասխանատու է ոչ միայն իր երկրի օրակարգի համար, այլև միջազգային առանցքային դերակատարներից մեկն է։ Այսինքն ինքը պիտի այդքան մանրամասներ ուսումնասիրեր Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները, իհարկե ոչ։ Իրեն պետք է կամ եթե տեղեկացնում էին, ամբողջական տեղեկացնեին։